Էլի տեղ կա, թե չէ։ Այո, 90 է։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Մի րոպե բարև եմ ժողովրդին։ Շնորհավոր եմ Allah desbarım paşayan civan. Սուբվենցիայով կառուցվի, այսինքն կառավարությունը ինչքան նա ֆինանսավորել 70-ը 70 Բարև ձեզ Բարև ձեզ Բարև ձեզ Բարև Այսինքն արդեն մի տարին լրացած է, որ աշխատում եք։ Զրոյից կառուցված մանկապարտեզ է։ Իսկ շինարարության հետ կապված խնդիրներ ունեցել եք, թե չէ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շինարարության որակի հետ կապված խնդիրներ եղել են, թե չէ։ Ամեն ինչ նորմալ է եղել։ Սուշ Բարև ձեզ, ստեղ սառնարաններն են, մթերքը, գոհ եք այսինքն ընդհանուր առմամբ, իսկ ինչից եք դժգոհ։ Գյուղում չի եղել ընդհանրապես մանկապարտեզ։ Քնած է։ Նոր եմ։ Նոր է։ Բասենյանն է, առանձնացված բուֆետային հատված, սանհանգույցը։ Քնում եք ճուտիկներ։ Ճիշտ եք անում։ Չխանգար եք լավ։ Էս էլ է էլի փաստորեն տիպային նախագիծ, քանի տեղում տեսանք, սենց մանկապարտեզ չէ,
Ասում եմ տիպային է, փաստորեն, ես մանկապարտեզում ակունքում էլ կար, մի քանի տեղ ու տեսեմ։ Բարև ձեզ։ Էլի քնած են։ Այո, պատմում են, բայց սպասում են դες տեսնի։ Երեխեք բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քնում եք։ Ճիշտ եք անում։ Դե քնեք, չխանգարենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեք խումբ ունեք, երեքում են երեխաներ, երեք լիարժեք խումբ է։ Այո։ Ну, մի քիչ էլ կարող է թիվը մեծանալ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քնում եք երեխեք։ Լավ եք։ Լավ է մանկապարտեզում։ Դե քնեք։ Հա, բայց կա տարբերակ երեխեք կան, որ լիարժեք ծանրաբեռնվի։ Այո, աչի միտում ունի։ Հա։ Աչի միտում ունի, օրինակ լիարժեք համարել կլինի։ Հա, այսինքն արդեն գիտեք երեխեքը։ Այո, դրանց որևիցից դրանց։ Այսինքն արդեն սկսել ենք լիարժեք ռեժիմով աշխատել առաջին խմբից։ Լիարժեք, չէ, այս տարի Չէ, նկատում եմ։ լիարժեք աշխատում ենք։ Չէ, նկատում եմ ամբողջ ծավալով առաջի խումբը երեխեքը համալրվելու էլի։ Դե հերթով որ մյուս խմբերն էլ գա 3 տարի արդեն տենց կլինի, որ արդեն եկանք լիարժեք ամբողջական դե բան ունենք նայելու։ Լավ է ստացվել, չէ՞ ժողովուրդ։ Շատ լավ է։ Դե լավ է։ Հարցեր ունենք էլի։ Համեցեք։ Հազագյուղն այնքան պրոբլեմներ ունի, որ էլի երբչափից տեսել։ Նախ մենք շատ շնորհակալ ենք, որ դու այցելելիս ես մեր համայնքում ամբողջ ժողովուրդը նախբեջանի։ Շնորհակալ ենք քեզանից։ Հիմի այս հարցեր մոմեն էլի։ Տվողներ կա։ Մյուսերը մոմենտը շատ վատ։ Ինչի։ Ինչի մոմենտը։ Ոչ մի փողաց այն հին բաներում էլի նախնադարյան լույսերը Փողոցի լուսավորություն նկատի ունեք։ փողոցային լույսերը Դրանք Ժորժ ջան, մի րոպե, դրանք այնց հարցեր են, որ հերթով լուծվելով գնալու է, դա չէ, քամի ժամանակ մենք լույս չունենք։ Ուժեղ արևեղավ լույս չունենք, անձրևեղավ լույս չունենք։ Տներում բաբու։ Դե տներում էլ հասկացա կզբաղվենք։ Տներում կզբաղվենք։ Մեր գյուղի համար ընդհանուր ներկայացնում ենք ձեզ ընդհանուր հարցերը։ Շատ էլ գրված է, մանրամասն Քանի հարցա։ 4-5 հարց մանր հարցերը, հիմնախնդիրներ են, որոնք պետք է լուծվեն։ Շատ լավ։ Մենք վստահ ենք ու ձեր կողքին ենք անպայման։ Գալի ամբողջ գյուղի անունից եմ խոսում, ցավը տա։ Ասեք, եղբայր, ասեք։ Թոմոտենա։ Շնորհակալություն, որ դուք եկել եք մեր գյուղը։ Պարոն Փաշյան, շատ գոհ եմ, ուրախ եմ, ժողովրդի կողմից շատ գոհ եմ։ Այս գյուղը 250 տարվա պատմություն ունի։ 250 տարվանից մենք մանկապարտեզ չենք ունեցել։ Բայց այսօր այս հրաշք շքեղ կառույց ունեցել ենք։ Ի շնորհիվ ձեզ, մեր լավ կառավարության, շատ շնորհակալ ենք դրա համար, պարոն Փաշյան ջան։ Հիմա Ծովասարի ազգաբնակչության կողմից որպես լիազոր ներկայացուցիչ
մեր գյուղը ամենաբարձրադիր լեռնային գյուղերից մեկն է։ Մենք սեփականաշնորհման շատ հողեր ենք ստացել։ Ամենաշատ մենք ենք ստացել 1000 հեկտարից ավել ջրովի տարածքներ ունենք։ Ոռոգման ջուր չունենք։ Այս սարի ջրերը, սերավա ջրերը գնում Են վախոր հասնում է մեր կարտոֆիլը, մեր ցանկատարած ջրերու Վարդանյան քաջիկ։ Պարոն Վարդանյան, ես ջրամբար ենք ուզում։ Մենք հիմա ասում ենք, որ որևէ գյուղում կարան ժողովուրդը նույնիսկ ջրի հետ կապված հարցերը չբարձրացնեն, որովհետև առանց իրանց բարձրացնելու էլ մենք գիտենք, որ հանրապետությունում տենց գյուղ չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա։ Էս է պատճառը, որ մենք ասում ենք, որ առաջիկա 5 տարվա ընթացքում, ոնց որ նախորդ 5 տարվա ընթացքում ամենաառաջնային հարցը եղել է խաղաղության հարցը, հաջորդ 5 տարում առաջնայինություն ալնելու առաջնային 4-5 հարցերից մեկը լինելու է ջրի հարցը։ Բոլոր տեղերում, միտեղ ջրամբար պետք է կառուցվի, միտեղ ջրագիծ պետք է կառուցվի, միտեղ ներտնային համակարգ։ Այսինքն նկատի ունեմ որևէ տեղում, եւ ես բոլոր տեղերը ասում եմ, գյուղի ժողովուրդը եւ քաղաքի էլ ջրի հարցը կարան չբարձրացնեն, չասեն, որովհետև առանց ասելու էլ մենք այդ հարցը մեր օրակարգում արդեն ներառված է, որ առաջիկայում պետք է շատ կենտրոնանանք այդ հարցերի վրա։ Հիմա խնդիրը ստեղեն է, առաջնությունը ոնց որոշենք, որտեղից սկսենք, որտեղ ավարտենք, այդ էլ ընթացքում մարզպետների, համայնքների հետ կքննարկենք եւ լուծումներ գտնենք։ Եթե մենակ մեր գյուղ չէ, լիճ համայնքն էլ օգտվում է ջրամբար որ կառուցվի։ Հիմա դրամացույց է դրված է։ Ինչի մրցույթը ջրամբարի։ Փոքր ջրամբարի։ Դե եղբայր, հեսա մարզպետն ասում է ջրամբարի մրցույթ ա դրած, փոքր ջրամբար կառուցել։ Ձեր գյուղին ու լիճ գյուղի համար։ Այո, շնորհակալություն։ Մեր բոլորից շնորհակալ։ Ու գործին անցնել Ծովասարի գյուղ։ Միադեր հիմնական գյուղի համար նա չեն հարց կա։ Մեր գյուղի 99% շենքերը սաղ ապօրինի է։ Դետել պետք է զբաղվենք տենանք ինչ այլ։ Այսինքն ժամանակին կառուցել են։ Ժամանակին կառուցվելը հիմա սաղ Կատակի հողերը գոնե ձերն է։ Դե հիմա մենք օրենք ենք ընդողեն, խիչ եք օրինականացնում վճարումների պատճառով։ Այո, անես կնանի։ Ինչ կներա։ Ես զգզգում եմ։ Այս բյուրոկրատիան դա շատ։ Մի հատ կետաքրքրվեմ հասկանամ։ Երկու հատ ճանապարհի ծրագիր կա մեր Թազագյուղում, դա շատ լավ ծրագիր է։ Առաջին մեծ թաղամասն է, այս տարում կառուցվել է 5 տուն, բայց ճանապարհի վիճակը շատ վատ է։ Պլանի մեջ է, եթե այդ պլանը կատարվի, մեր ամբողջ թաղամաս եզանից շնորհակալ կկատարվի, բայց պետք է անի արդեն սկսել ենք կանենք։ Շատ լավ Ժողովուրդ ջան, մանկապարտեզը շնորհավոր մնացածները հերթով կլուծենք։ Գրաֆիկ կների մի հատ խնդրանք ոչ թե հարց այլ խնդրանք։ Մենք 92 թվին հողաբաժանման ժամանակ ստացել ենք գյուղամեջում հող։ Վճարովի ա եղել $250 առել ենք։ Այս պահին վկայական չենք ունեցել, ձորի մեջ տուն ենք սարքել, ձորի մեջ։ Դե ասեց այդ հարցը, որ տենց հարցեր կան։ Պետք է հասկանամ չափագրեր, ճիշտն ասած, ինձ հիվանդը կյանքի մախան կրվար է։ Այս պահին այնպես է ստացվում, որ վճարելու հնարավորությունները չունենք, շատ դժվար է մեր վիճակը։ Խնդրում եմ ինչ-որ ձև, եթե հնարավոր է, աջակցեք, մենք կարողանանք գոնե տները։ Հիմա ընտրական շրջանա նյութական որևէ խոստում չենք կարող տալ եղբայր։ Օրենքը արգելում է նյութական խոստում։ Չէ, բայց այս տների հարցը պրոբլեմա պետք է մտածենք, էլի, պետք է մտածենք։ Մտածել գարտերնակ, չեմ վիդեոկնի Չէ, դե մենակ նե չի որ։ Բարի գյուղը մի հատ որոշում կայացրեք։ Դե մենակ, գիտեք, մենակ մի գյուղ չի, 5 գյուղ չի, պետք է հասկանանք ինչ ենք առաջարկում։ Լավ է։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, ծրագրից ուշանում եմ, գնամ էլի։ Ուշանես լսա, այն տակարատագն ես օբյեկտ եմ սարքել, հեսա 11 տարի։ Ինչը։ Օբյեկտ է, հարսանեկի զալի թեմես թեման։ Ես բանագին օգնել եմ, $3400 տվերեմ բանագին։ Մոկա դոկումենտը կետա, կադաստր Յադակա։ Ինչա պետք է անել, ինչ։ Օգնել է պետք։ Որ ձևափոխվի, այսօր սարքի։ Չեմ հասկանում, ինչ է։ Ես որ սարքեցի։ Իմ օգնականն է դա պարոն Գևորգյանը, իրան ասեք ինչ խնդիր։ Եղավ, շնորհակալություն։ Հա։ Բարև ձեզ, բարև փաշերի։ Մենք շատ հպարտ ենք, ուրախ ենք, որ ազգը ծաղկացնող, շնացնող երկրի։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Բայց ներեցեք մի խնդրանք ունեմ։ Համեցեք։ Ես մի դիմով դիմել էի ձեզ։ Ինչ դիմումով։ Չեմ կարող հիշել։ 68 տարուց ավել մաթեմատիկա եւ ֆիզիկայի դասավանդում եմ դպրոցում։
շատ լավ։ Ինչա պետք է անել։ 13-ից ավելի գիտնականներ ունեմ։ Ինչա պետք է անել։ Ինձ մի երկու անգամ ներկայացել են վաստակավորուցուցի կոչման, բայց Սերժոն Քոչոն Հիմա բայց մենք ունենք վաստակավոր ուսուցչի կոչում, հիմա չունենք տենց կոչում։ Տիկին Անդրեասյան։ կա, այդպեսի կոչում կա։ Տիկին Անդրեասյան։ Երևի առաջա գնացել։ Մենք հիմա չունենք տենց կոչում, հիմա տենց կոչումներ չկան։ Հայաստան։ Լավ։ Լավ, առաջ։ Ժորժ ջան, շնորհակալ եմ, գնացինք։ Նկարվենք, արագ Ժորժ, երեխեք ջան։ Ահա։ Դե դուք էլ պետք է սենց անեք, որ նկարեք։ Եղավ, շնորհակալ եմ շատ, շատ լավ, ապրեք։ Շնորհակալ եմ Ժորժ ջան, շնորհակալ եմ, լավ եղեք։ Վաստակավոր ուսուցչի կոչում ունենք։ Չունենք։ Դե դա արդեն մարզի համայնքի եւ նախարարության խնդիր է։